Ընդդիմությունը պնդում է, որ խաղաղություն չկա, ձեր կարծիքը կասեք։ Այժմ 1.5 տարի է սահմանին մի հատ կրակոց, մի հատ վիրավոր, մի հատ մահացած հերու ազգիչ չի եղել։ Ընդդիմությունին ինչ ուզես կասի, ընդդիմության ինչ։ Իրանք պնդում են, որ մենք խաղաղություն չունենք, մեր երկրում խաղաղություն չի տիրում, ինչու՞։ Տիրում է։ Իրանք պիտի մի բան ասեն, ընդդիմությունում նկատի ունեք։ Քոչարյանը։ Վայ լավ եք, իր անունը գոնե մի տվեք։ Ըստ ձեզ մենք ինչու պարտվեցինք պատերազմում։ Որովհետև 30 տարի բանակը ոչ զինվել էր, ոչ բան։ Ու բացի դրանից էլ իրանք ամեն ինչ արեցին, որ պարտվի։ Դավաճանություն, ընդդիմությունը իհարկե։ Իրանց պետք էր որ Նիկոլը պարտվի, հետո իշխանափոխություն անեն, հետո կանցեն դե մենք ինչ կապ ունենք Նիկոլը հանձնեց, հայ ազգը հանձնեց։ Իրանք հայ ազգից չեն։ Ես չեմ հասկանում թե իրանք ինչի վրա են հույսները դրել, որ դրելա Քոչարյան իր տեխնացությունը կամ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը 2021 թվականին, 24 թվականի իր հարցազրույցը նայում ես Ռուսաստանին, ասում է ինչ քաղաքականություն, իմ նման կալիբրի բիզնեսմենը քաղաքականությունով ինչ զբաղվի, կամ իրանց այդ 300,000 հոգի աշխատատեղը Հայաստանում 150-ից 180,000 չաշխատող պոտենցիալ չաշխատող բանկա այդում են բերելու, Չինաստանից են բերելու, թե որտեղից կամ 300,000 աշխատատեղ 5 տարին 60,000, ամիսը 5,000 Հայ էլեկտրոգործարանի նման գործարանում աշխատում էին 8-ից 10,000 Իրանք 2 ամիսը մեկ մի հատ հայ էլեկտրոգործարանի նման գործարան են սարքելու, որտեղ են սարքելու, ինչ փողերով Իր թիմակիցները իրեն անվանում են ուժեղ առաջնորդ, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Այժմ կարող է լավ բիզնեսմեն է, բայց նույն Վարդանյան Ռուբիկի ճակատագիրն է իրան սպասում։ Տեղեկություններ կան, որ իրան Ռուսաստանում մինչև իրագալ է, իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այդ YouTube-ով եմ նայել, չգիտեմ ինչքան բվա ճիշտ բաներից, հարկերից խուսափելու համար քրգործ են հարուցել։ Ռուսաստանի ձեռագիրն է, քրգործ ենք հարուցում, գնա մեր ուզածարա, չէ գգաս ըստե գդա։ Իսկ համապետական ընտրություններում դուք արդեն ձեր ձայնը գիտեք ում եք վստահելու։ Համենայն դեպս գիտեմ, բայց դեռ չեմ ուզում հրապարակեմ։ Դե հուսով եմ, որ ընդդիմություն կլինի, բայց նորմալ, առողջ ընդդիմություն։ Ոչ թե դնեն հողատու, էս կամ են։ Սերժ Սարգսյանը 4 օրվա պատերազմի ժամանակ 800 հեկտար տարածք տվեց, պրիտոմ հարցազրույցի ժամանակ ինքնաթիռում ասեց, որ անպետք հողեր էին։ Ինչ է նշանակում անպետք հողեր։ Դա արունա չէ թափվել։ Ընդ որում ռազմական տապոգրաֆները, քարտեզների մասնագետներն ասում են ոչ թե 800 ա եղել, այլ իրականում 2000 հեկտար ա եղել։ Դե ամենայն դեպս մի օր մեկը կանգնեց Սերժին, ասեց հողատու կամ դավաճան։ Այս կամով լավ ա լինելու, Աստված ոչանի իրան, եթե իրանք գան իշխանության, ամբողջ այդ պրոյեկտները, այդ արհեստական բանականության բանը ատոմային կայանները, այդ սաղ պրոյեկտները սաղ փակվելու են։ Հայաստանը կդառնա գավառ, շրջափակման մեջ կմնա, չի բացառում, որ աշնանը պատերազմ կհրահարի Ռուսաստանը, որ գա էլի փորձի խաղապահի դիբիքան, իսկ եթե Աստված ոչանի մտանք նյութենական պետություն, դա նշանակում է, որ մեր ջահելները պիտի քշեն տանեն Ուկրաինա պատերազմ։ Այսինքն չեք ցանկանում, որ նախկինները ղեկավարեն։ Բացառում, հազիվ հանգիստ ապրում ենք։ Դա դժվարություններ կան, բայց համենայն դեպս ես ասում եմ, էլի 1.5 տարի մի հատ միջադեպ չի եղել սահմանին։ Իսկ այն ժամանակ, որ հետևում էր, ամիսը 4-5 հոգի վիրավորվում ու մահանում էին։ Տարվա ընթացքում 60-70 հոգի։ Ամեն մեկը մի կյանք է, չէ, մի ճակատագիր է։ Ես իմ թոռի վրա եմ վերցնում կամ իմ տղայի վրա եմ վերցնում։